Հատկապես կանանց համար նշանակություն ունի սեռական հարաբերությունները սիրելի մարդու հետ, որովհետև տղամարդիկ բնությունից լինելով առնական տեստոստերոնով հարուստ եւ ուժեղ էակներ, շատ դեպքերում սեռական ցանկությունները կարող են իրականացնել նաեւ առանց էմոցիոնալ բաղադրիչի, առանց զգացմունքային էլեմենտների, այսինքն կա սեռական ցանկություն, ինքը իրականացնում է հարաբերություն, օրգանիզմը լիցքաթափվում է ֆիզիկապես, հոգեպես։ Կանայք էլ կարող են նույնն անել։ Ուղղակի տարբերությունը նրանումն է կանանց եւ տղամարդկանց, որ կանանց սեռական հարաբերություն, կանանց մոտ սեռական հարաբերությունների հաճույքի ստացման մեջ ոչ միայն նշանակություն ունի ֆիզիկապես լիցքաթափությունը, այլ նաեւ հոգեկան բաղադրիչի միացումը։ Եվ շատ հաճախ կանայք ունենում են խնդիրներ օրգազմի հասնելու հետ կապված, զուտ պատճառը նրանում լինելով հանդերձ, որ իրենք այդ հարաբերությունները իրականացնում են ոչ իրենց ամենասիրելի մարդու հետ։ Տղամարդկանց մոտ այդ խնդիրը կարող է եւ չառաջանա, իրանք կարող է իրանք ամենանախընտրած կնոջ հետ չլինեն, հա, միջին տենց նախընտրության լինի այդ կինը իրենց համար, բայց իրանք լիարժեք զգան այդ ամեն ինչը, կնոջ դեպքում այդտենց չի։ Դրա համար շատ հաճախ կանայք, որ ասում են բժիշկ, ես սեռական ցանկությունի մոտ լավ է, հարաբերության ժամանակ հաճույք զգում եմ եւ այլն, բայց չեմ հասնում վերջակետին։ Միշտ պետք է մենք ճիշտ ենք արդյոք այդ հարաբերությունների մեջ կին եւ տղամարդ փոխհարաբերությունները ներդաշնակ ֆոնի վրա են իրականացվում։ Արդյոք կին եւ տղամարդ փոխհարաբերությունների մեջ կա լիարժեք վստահություն, սեր, հարգանք, վերաբերմունք եւ այլն, որովհետեւ կնոջը խանգարող հանգամանքները շատ են սեռական հարաբերություններում, դա կլինի կենցաղային խնդիր, դա կլինի հոգեբանական խնդիր, դա կլինի ֆիզիկական խնդիր, խանգարող հանգամանքները շատ են եւ կնոջ օրգազմի զգացողությունն էլ ավելի շատ է կախված հանգամանքներից, քան տղամարդկանց մոտ։ Կնոջ մոտ գիտեք եւ գրգռումն է շատ ուշ տեղի ունենում եւ դրան ժամանակ է պետք եւ սեռական հարաբերության համար է ընթացք պետք։ Տղամարդկանց համար այդքան շատ պայմաններ պետք չի։ Բացարձակապես լիարժեք առողջ տղամարդն ինչ անում, շատ արագ րոպեների ընթացքում գրգռվում է, հարաբերություն տևում է 3-ից 5 րոպե, սերնաժայթքում տեղնում, լիցքաթափվում է, օրգանիզմը անցնում է հանգստի վիճակի։ Կնոջ մոտ այդ փուլերի հերթականությունը այդքան հստակ չի, որ մենք խնդիրների հետ չբախվենք։ Դրա համար գուցե տղամարդկանց մոտ էրեկցիայի հետ կապված խնդիրները, էյակուլյացիայի, լիբիդոյի հետ կապված խնդիրներն հաճախակի են հանդիպում, բայց մենք նույն ձևով բարձր հաճախականությամբ հանդիպման այդ խնդիրների բարձր հաճախականությամբ հանդիպելու շարքը տեսնում ենք արդեն կանանց մոտ օրգազմի զգացողության խնդիրը։